Մենք ասում ենք սարքեք թոշակի բարձրացում, մենք չենք ասում որ հետ վճարը սարքեք դրանով 10-15 տարի թոշակարան Չէ, եթե բարձրացնում են, թող գոնե ասենք մի 20 չէ, 30-40-50%-ով, չէ, 30%-ով գոնե բարձրացեք թոշակը սկզբի փուլի համար եւ շատ հանգիստ ես ասել եմ դա ոնց կարելի անել, որ հետո ասում են ուղղակի ասելով չտես կարելի ասել 100% բարձրացրեք, հիմա ասեմ ոնց Բյուջեում կան տարբեր ուղղություններով ծախսեր, շատ տարբեր ուղղություններով ծախսեր։ Ատրիբուտ պետական ադմինիստրատիվ ապարատի տարբեր ու տարբեր ծախսեր։ Շատ, մենակ պարգևավճարները չի։ Պարգևավճարները իր հերթին, մենակ պարգևավճարով չես կարա 20-30%-ով թոշակ բարձրացնես, այդ ինչը ճիշտ է օբյեկտիվորեն, բայց կան ադմինիստրատիվ տարբեր ծախսեր, որը կարելի է օպտիմիզացնել, որը կարելի է օպտիմիզացնել եւ բան անել ավելի բյուջետային սարքել այդ ծախսերը եւ այս առումով կարելի է ուղղել այդ ծախսերը արդեն թոշակների բարձրացմանը ի վերջո կան գերշահույթով ընկերություններ Հայաստանում չեմ ուզում անունները տամ գերշահույթով ընկերություններ մասնավոր տարբեր on-line կազինոներից սկսած թող այդ գերշահույթ ստացող որ միլիարդների գումարներ են ստանում շահույթները նույն ժողովրդին տարբեր խաղերի բանով եւ այլն թող գերշահույթ 3 անգամ բարձրացրեք հարկերը նման վարկային կազմակերպությունը 400-500%-ով on-line սպառողական վարկեր են տալ դզբան լսել եք ոչ կա դզբան 400-500%-ով վարկ են տալի մարդկանց սպառողական ուղղակի ուղեղի մեջ չի տեղավորվում գնացեք այդ գերշահույթ ստացող ընկերություններին գերշահույթ ստացող ընկերություններին գերշահույթ գերհարկերով բան արեք, բերեք այդ գումարը ուղղեք սոցիալական ծրագրերին, ուղղեք թոշակների, այսինքն պետք է լինի քաղաքական կամք, հասկանում եք։ Այդ կան տարբեր բիզնեսներին արտոնություններ եք տալի միլիարդավոր դրամների տարեկան, տարբեր ընկերությունների։ Այդ սաղ կարելի է նստել խելամիտ կերպով օգտագործել, ուղղել թոշակների բարձրացմանը։ Էլ չեմ ասում, որ կառավարության տեղը ես չեմ նստած, կառավարության տեղը իրանք են ստանում բարձր պարգևավճարներ, իրենք պետք է զարգացնեն տնտեսության տարբեր ճյուղեր, արդյունաբերությունից սկսած մեր туриզմը որ այդքան ասում են զարգանում, ոչ իմանա մեր туриզմը չի զարգանում, ամեն տարի նույն թիվն է գրանցում, ամեն տարի, վերջի տարի նույն թիվն է գրանցում։ Ու հիմնական Ռուսաստանից է բնականաբար այդ տուրիստները, որ բանը այդ գումարը գալիս է, 1 միլիոնից ավել տուրիստ գալիս է այնտեղից, երկրորդ տեղով Վրաստանն է, շատ ավելի մեծ կտրուկ բանով 41% туриզմի ապահովում է հենց Ռուսաստանից զբոսաշրջիկները, տուրիստները որ գալիս են։ Բա աշխատեք туриզմը զարգացրեք։ Բա այդ գնաճը զսպեք, գիտեք ինչի туриզմը մեր մոտ չի զարգանում, որովհետև Հայաստանում հանգստանալը ավելի թանկ է, քան Եվրոպայում մարդիկ գերադասում են գնան 3-4 օր, այո, գնան այնտեղ հանգստանան, Եգիպտոս հանգստանան, չգիտեմ, Արաբական Էմիրություններ, Վրաստան, մարդիկ 100,000-ներով նոր տարում գնում են Վրաստան։ Այդ գումարը ստեղ ինչա վատ կլներ տնտեսությունը օգտվեր։ Բայց ինչի որովհետև գնաճը ոչ մեկ չի զսպում։ Այս երկրում ում մտքով ինչ անցնում է, առավոտ ինչ գին անցնում է, դնում են։ Նույնն է վարձով բնակարանները, նույնն է լենեն, որ ոլորտն է վերահսկվում, որ ոլորտն է առհասարակ։ Դե իրենք վարձով բնակարանների ոլորտում էլ այնպես արեցին, որպեսզի գնաճ լինի, երբ որ սկսեցին պարտադրել վարձով բնակարան հանձնողներին հարկեր վճարեն։ Բնականաբար գինը ավելացավ, որ բնականան հանձնողը իր գրպանից չէր տալու, նա ավելի թանկ պիտի հանձնի։ Տեսեք, դուք ասում եք ավելի այդ գերշահույթ ստացող ընկերությունների հարկերը բարձրացնեն, պարոն Ղուկասյան, բայց Հայաստանում այսպիսի ավանդույթ կա։ Ընկերությունը այդ հարկերը դնում է սպառողների, թույլ տվեք այդ բառով ասեմ, վզին։ Նա միևնույն այդ հարկերը իր եկամուտի հաշվին չի վճարում։ Իր եկամուտը միշտ փորձում է կայուն պահպանել, եթե չի կարող ավելացնել, հարկերը վճարում են օգտվողները, այսինքն դա էլ փրկություն չէ։ Ինչ տարբերություն, հիմա ասենք իմ աշխատավարձը կամ թոշակը բարձրացնեմ, բայց տվյալ ծառայությունից ավելի թանկ գնով օգտվեմ։ Դրա հետ մեկտեղ ասում եմ, որ պետք է լինի բնականաբար գնաճի զսպում։ Ոնց որ շատ երկրներում, հիմա Ֆրանսիա ենք, ասում ենք ուզում են գնանք ԵՄ։ Ֆրանսիայում կա այդ պրակտիկա գների զսպում։ Հետ խորհրդային տարածքում երկրներում կա, Բելարուսիայում կա, Ռուսաստանում որոշ առումով կա։ Այսինքն այնպես չի, որ ես ինչ-որ բան եմ ասում, տենց որ աշխարհում առաջի երկիրը պետք է լինենք, որ դա անենք։ Միջազգային փորձը ուսումնասիրեք, դա ոնց է արվում, ոնց են զսպում գնաճը։